Հոնկոնգի վերջին 60 տարվա պատմության ամենամահաբեր հրդեհը դեռ ամբողջությամբ մարված չէ։ Ավելի քան 50 զոհի մասին է հայտնի, մոտ 300 մարդ դեռ անհետ կորած է։ Իմ եղբայրներից մի քանիսն այստեղ են ապրում։ Նրանց հետ չեմ կարողանում կապ հաստատել, մի քիչ ուշ նորից կփորձեմ։ Այնքան շատ մարդ է անհետ կորել, պարզապես ուզում եմ լաց լինել։ Կրակը բռնկվել է 3 կեսօրին Թայպո շրջանի Վան Ֆուկ Քորտ բարձրահարկ բնակելի համալիրում, ուժեղ քամու պատճառով արագ տարածվել 8 շենքերից 7-ում։ Համալիրում մոտ 2000 բնակարան կա, այնտեղ ավելի քան 4600 բնակիչ է ապրում, մեծ մասը տարեցներ։ 7 շենքերից 4-ում հրդեհը վերահսկողության տակ է, մյուսները շարունակում են այրվել։ Հրշեջներն ամբողջ գիշեր պայքարել են կրակի դեմ։ Նախնական տվյալներով զոհերի թվում նաև հրշեջներ կան։ Համալիրից տարհանվածները մայթեզրերին, փողոցների նստարաններին, առևտրի կենտրոններում են լուսացրել։ Այստեղ ապրող շատ ընկերներ ունեմ, մի մասը 60 անց մարդիկ են։ Որևէ մեկի հետ դեռ չեմ կարողանում կապ հաստատել։ Մինչև հիմա պաշտոնական պարզաբանում չկա, թե ինչի պատճառով է բռնկվել հրդեհը։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը համալիրը վերանորոգող շինարարական ընկերության 3 աշխատակցի է ձերբակալել։ Նրանցից 2-ը ընկերության ղեկավարներն են, մեկը ինժեներ խորհրդատուն։ Կրակի ճիրաններից փրկված բնակիչները պատմել են, որ վերանորոգման պատճառով շատ բնակարանների պատուհաններ փակ են եղել։ Տարեց մարդիկ անգամ չեն հասկացել, որ հրդեհ է։ Հրդեհային ազդանշանի ձայնը չի լսվել։ Որոշ փորձագետների կարծիքով քաղաքի խորհրդանշական բամբուկե կառույցներն են հրդեհի պատճառ դարձել։ Փրկարարները երկար ժամանակ չեն կարողացել մտնել շենքեր ու տարհանել բնակիչներին դյուրավառ շինանյութերի պատճառով։ Տարեսկզբին էր Հոնկոնգի կառավարությունը հայտարարել, որ պետք է աստիճանաբար հրաժարվեն բամբուկե շինարարական նյութերից անվտանգության նկատառումներով։ Հոնկոնգում շոկը զայրույթի է վերածվում։ Մարդիկ մեղադրում են Սի Ցինփինին ուղղաթիռներ օդ չբարձրացնելու համար։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։